Երգչուհի Սոնա Ռուբենյանն իր ինստագրամյան էջում հրապարակել է իր և երգիչ Էրիկ Կարապետյանի դուստրերի լուսանկարը, ինչպես նաև ավելի ուշ իր, Էրիկի և երգչուհի Մարիի լուսանկարը, փոքրիկ աղջիկների հետ։ Արդեն մեր երեխաներն են ընկերանալու, մեծացանք, հրապարակմանը կից գրել էր երգչուհին։ Հանվել ենք նաև, որ Էրիկն ու կինը համեմատաբար քիչ հրապարակումներ են անում իրենց դստեր մասնակցությամբ, դե իսկ փոքրիկ Սալոմեն անչափ նման է իր մայրիկին, իսկ Մարիի մասին հարկ է չխոսել, քանի որ նա ինստագրամյան հետևորդների ամենասիրելի փոքրիկներից մեկն է։ Ձեզ ենք ներկայացնում երկու գեղեցկուհիների մասնակցությամբ կադրերը, ինչպես նաև մի քանի այլ տեսանյութ, որոնք Էրիկը հրապարակել էր դստեր մասնակցությամբ դեռ օրեր առաջ։ Մի ժպտա, սենց հանգիստ, սենց, այսենց, այդտեղ նայի, Մարջան, կյանք, հլը ինձ նայի, այսենց, այդենց, ու նայի ծոցային։ Մի ժպտա հլը, սենց ուղակի նայի, ուղակի այսենց, ուղիղ, այսենց նայի ծոցային։ Հակի բերանը, այսենց, այդենց, Ման, այ, Գաղտնիք չէ, որ հատկապես վերջին շրջանում երգիչ Էրիկ Կարապետյանի հանդեպ հետաքրքրությունը առավել շատացել է։ Պատճառը նրա և կնոջ սիրառատ հրապարակումներն են, ինչպես նաև դստեր Սալոմեի լույս աշխարհ գալը։ Թեպետ ծնողները նրա մասնակցությամբ հրապարակումներ անում են, այնուամենայնիվ ցույց չեն տալիս նրա դեմքը։ Ըստ ամենայնի, նրանք պատրաստվում են դա անել Սալոմեի 1 տարեկանի օրը։ Նշենք, որ վերջերս Էրիկի ծննդյան տարեդարձն էր։ Այս առիթով երգչին և երկրպագուները և մտերիմներն ու հարազատները ջերմ խոսքերով շնորհավորանքներ էին արել։ Օրվա երկրորդ կեսին երգչի կինը Սվետլանան ջերմ հրապարակում էր արել ու շնորհավորել ամուսնուն ծննդյան օրվա կապակցությամբ։ Ծնունդդ շնորհավոր, սեր, գրել էր Սվետլանան։ Նշենք նաև, որ շատերը Էրիկին շնորհավորելիս նրան անվանել էին Սալոմեի պապա։ Հավել ենք նաև, որ երգիչ Էրիկ Կարապետյանը Նազենի Հովհաննիսյանի «Կամուրջներ» հաղորդման հյուրն էր դեռ ամիսներ առաջ։ Երգիչը հաղորդման ընթացքում խոսել էր մի շարք թեմաների մասին, այդ թվում նաև Էրիկը նշել էր, որ երբ ընդունվել է կոնսերվատորիա, անգամ աշխատանք չի ունեցել և Թբիլիսիից Երևան գալով նոր կյանք է սկսել։ Երգիչը անկեղծ խոստովանել է, որ այդ ընթացքում ապրել է բարեկամներից մեկի հին տանը, որտեղ անգամ նորմալ ջեռուցում չի եղել։ Էրիկն ասում էր, որ այդ ժամանակ ծնողներն իրեն $100 էին ուղարկում, որպեսզի ինքը Երևանում 1 ամիս գոյատևեր։ Եղել է, որ եկել եմ տուն, էդ օրը հաց չի եղել ուտելու, մամայի ուղարկած թխեմալին մի կերպ մատով կերել եմ ու քնել։ Խոստովանել էր երգիչն ու նշել, որ այդ ամենն իրեն կոփել է։ Նա նաև նշել էր, որ այդ ընթացքում իրեն առաջարկել են անգամ գիշեր էին ակումբում երգել, բայց ինքը չի համաձայնել, որպեսզի ապացուցի, թե ծնողներն իրեն ինչի համար են Հայաստան ուղարկել։ Էրիկը նաև խոսել էր, որ իր հայրը երաժիշտ է եղել և որ ինքը մանկուց հարսանիքներին շաբաշով երգել է, բայց հոր երազանքն է եղել, որ ինքը կտրվի այդ ամենից և բարձրանա բեմ։ Զրույցի ընթացքում Նազենին հարցրել էր, թե արդյոք Էրիկը խանդոտ է, ինչին էլ վերջինս պատասխանել էր, որ նախկինում ավելի խանդոտ է եղել։ Նա նշել էր հետևյալը. երբ որ մարդուն սկսում ես վստահել, ամեն ինչ իր տեղն է ընկնում։ Ամենակարևորը, երբ որ վստահությունը կա, խանդը երկրորդ պլան է մղվում, բայց երբեմն խանդել պետք է, ասել էր Էրիկը և կատակով հավելել.
Ամբողջ Երևանը հենց հիմա խանդում է ինձ, որ Նազենի Հովհաննիսյանի կողքին նստած եմ։ Խոսելով ընտանիքի մասին երգիչը նշել էր, որ չնայած նրան, որ ապրել են Թբիլիսիում, ունեցել է շատ նորմալ հայկական ընտանիք, իսկ անձնական կյանքի մասին խոսելիս Էրիկն ասել էր. «Ես կարծում եմ, որ գոյություն ունի տուն, տան պատեր, եւ այն ինչ որ տեղի է ունենում տան պատերի ներսում, պետք է մնա տան պատերի ներսում, ինձ պետք է սիրեն իմ երգերի համար, եւ իմ երգը պետք է հետաքրքրի հանդիսատեսին», անկեղծացել էր Էրիկ Կարապետյանը Նազենի Հովհաննիսյանի «Կամուրջներ» հաղորդման շրջանակներում։ Այո, երգիչ Էրիկ Կարապետյանը վայելում է երկրպագուների սերը եւ ջերմությունը։ Կարիերայի սկզբնական շրջանից սկսած Էրիկը մեկը մյուսի հետևից հիթեր է ներկայացնում եւ այդ երգերը Էրիկի հատուկ ձեռագրով սիրվում են հանրության կողմից եւ շատ կարճ ժամանակահատվածում։ Ինչպես արդեն նշեցինք, հատկապես ամուսնությունից հետո Էրիկի հանդեպ հետաքրքրությունը ավելի շատացավ, իսկ հա վերջին շրջանում Էրիկի եւ նրա սիրելիի Սվետլանայի ընտանիքում համալրում եղավ։ Ծնվեց Սալոմեն եւ այս ուրախալի իրադարձությունից հետո էլ ավելի ակտիվորեն երկրպագուները սկսեցին հետևել Էրիկի եւ Սվետլանայի ինստագրամյան էջերին եւ անհամբեր սպասում են, թե երբ են ծնողները որոշելու ցույց տալ փոքրիկին։ Նշենք նաև, որ Էրիկ Կարապետյանի եւ Սվետլանա Իշխանյանի հարսանեկան արարողությունը եւս սպասված էր զույգի երկրպագուների կողմից, սակայն Էրիկն ու Սվետլանան մինչև ամուսնությունը բազմաթիվ դժվարությունների միջով են անցել։ Հավելենք, որ Էրիկի եւ Սվետլանայի սիրավեպի մասին հայտնի դարձավ դեռ 2015 թվականին։ 2018 թվականին սակայն զույգը բաժանվեց։ Այդ ընթացքում Սվետլանան հասցրեց ամուսնանալ, ապա կարճ ժամանակ անց ամուսնալուծվեց։ Արդեն 2021 թվականին Էրիկն ու Սվետլանան կրկին միասին էին։ Նրանք համատեղ ներկայանում էին տարբեր առիթների ժամանակ եւ հանրությանն արդեն պարզ էր, որ զույգը կրկին միասին է։ Իսկ 2023 թվականին տեղի ունեցավ զույգի գեղեցիկ հարսանիքը, որին ներկա էին հայկական շոու բիզնեսից մի շարք հայ հայտնիներ, երգիչներ, դերասաններ եւ այս աստղաբույլը վայելեց գեղեցիկ օրը։ Դե իսկ վերջում Star News-ը ձեզ է ներկայացնում նաև մի քանի այլ լուսանկար, որտեղ Էրիկի կինն է Սվետլանան եւ Սալոմեն, դուստրը։